Հապկի հետ հարաբերությունների սառեցման զուգահեռ ավելի ու ավելի շատ է խոսվում անվտանգության դիվերսիֆիկացիայի մասին։ Ավելին, հենց դրա տակ էին քողարկում այդքան աղմուկանաց Հռոմի ստատուտը։ Հենց այս ֆոնին էլ Հայաստան ժամանեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա այցով տպավորություն է ստեղծվել, թե պետք է ընդլայնվեն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, ու Հայաստանի կառավարությունն իսկապես գտել է համարժեք այլընտրանք, բայց այդ ամենը հոդս ցնդեց, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սկսեց խոսել։ Ակնհայտ է, որ ոչ մի երկիր, որը նույնիսկ ասենք Ռուսաստանի հետ խնդիր ունի, փորձում է այսպես բաց կոնֆրոնտացիայի մեջ չմտնել, հա, եթե ասեն չունի այդպես կոնֆրոնտացիա։ Օրինակ Վրաստանը իրան շատ ավելի զուսպ է պահում, քան Հայաստանը։ Ամենայն հավանականությամբ նա չգիտեր, որ Հայաստանում տեղյակ չեն, թե ինչ է Հայաստանն անում ՆԱՏՕ-ում։ Պարզվում է, մենք հապկից հրաժարվում ենք հանուն բարեվարկության սեմինարների ու բանակի ժողովրդավարացման դասընթացների։ Սա ակնհայտ դեմոնստրատիվ քայլ է ընդդեմ Ռուսաստանի եւ ընդդեմ Պուտինի։ Քայլ նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ընդ որում հիշենք, որ Փաշինյանը հայտարարում էր, թե պետք չի ցլի դիմաց, հա, կարմիր շորով քայլել, հա, որովհետև կարող է հարձակվի, բայց այն ինչ հիմա անում է, դա ոչ միայն կարմիր շորը հակել ու ցլին պատահացնում է, այլև կողքից էլ ինչ-որ մի հատ փայտ ավերցրել, փայտով էլ բզում է։ Իսկ ինչ ասել է բանակի ժողովրդավարացում։ Ընդհանրապես պատմության մեջ ամենահայտնի դեպքը 1917 թվականին տեղի ունեցած ռուսական ցարական բանակի ժողովրդավարացումն էր։ Փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո սկսվեց բանակի ժողովրդավարացման process-ը, որը սկզբում նպատակ ուներ հավասարեցնել զինվորականների ու քաղաքացիականների իրավունքները, սակայն արդյունքում ստացան բանակի դեմորալիզացիա։ Հեղափոխությունից հետո Պետրոսովետը տվեց հրաման համար 1-ը։ Համաձայն այս հրամանի բոլոր զորամասերը պետք է վերադառնային իրենց տեղակայման վայրեր, կազմեին զինվորական կոմիտեներ ու իրենք պետք է ընտրեին իրենց սպաներին։ Ավելին, իրավունք ունեին չկատարել սպաների հրամանը։ Դրանից հետո բանակում կտրուկ աճեցին ինքնադատաստանների դեպքերը, զինվորները պարզապես հրաժարվում էին կատարել հարձակման հրամանները, ամեն երկրորդը դառնում էր դասալիկ։ Սրա արդյունքում ցարական բանակը կարելի ասել հիմքից քանդվեց։ Հիմա քաղաքացիական վերահսկողության բարձրացման կողի տակ ցանկանում են ժողովրդավարացնել մեր բանակը։ Ըստ էության սա միայն խոսքեր են Ռուսաստանին ջրայնացնելու, Ռուսաստանին ցույց տալու համար, որ այդ տեսեք Հայաստանը Ռուսաստանից հեռանում է, դա է։ Իհարկե շատ սիրուն բառեր էին բանակի քաղաքացիական վերահսկողության մասին, բանակի ժողովրդավարացման մասին եւ այլն, բայց իրականում սա հետեւյալն է։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը զավթելու առաջին իսկ օրվանից քաղաքականությունը վարում բանակը թուլացնելու, խարխլելու, այսինքն ինքը բանակը ընկալում է որպես իր իշխանությանը սպառնալիք։ Իրականում ստեղ խոսքը ոչ թե քաղաքացիական վերահսկողության մասին է, այլ Նիկոլ Փաշինյանի լծակների ավելացման, ընդ որում ըստ էության շրջանցելով մինչև է տեղած մեխանիզմները։ Ըստ Կարեն Վրդանեսյանի դասական դիկտատուրա ստեղծելու քայլերը մեկը մյուսի հետևից քողարկելով մեկ ժողովրդավարության, մեկ թափածիկ տնտեսություն ստեղծելու կամ էլ անվտանգության դիվերսիֆիկացիայի անվտանգ Փաշինյանը ստեղծում է դասական, պինդ ավտորիտար ռեժիմ, ընդ որում հստակ հակառուսական ուղղվածության։ Աղվան Ասոյան, Կարեն Թադևոսյան, ABC Media։